Այսօր ամբողջ աշխարհում փախստականի դաժան կարգավիճակում հայտնված մարդկանց թիվը հասնում է 10 միլիոնի, իսկ մեր մարզում նրանք 7773-ն են։ Նրանցից շուրջ 6000-ը ընդունել է քաղաքացիություն եւ իրավաբանորեն դադարել այդպիսին կոչվելուց։ Սակայն համոզված կարող ենք փաստել, որ դրանով չի կրճատվել նախկին փախստականի բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրներից եւ ոչ մեկը, ոչ սոցիալ-կենցաղային եւ ոչ էլ բարոյահոգեբանական առումներով։ Մարդու իրավունքների հայաստանյան գրասենյակը Հայաստանի 6 քաղաքներում կազմակերպել է կլոր սեղաններ, նպատակ ունենալով այս կերպ լուծելու փախստականների իրավունքների ոլորտում իրազեկության ցածր մակարդակի խնդիրը։ Նպատակը փախստականների իրավունքների ոլորտում իրազեկության բարձրացումն է, հիմնականում լրագրողների շրջանում նկատի ունենալով, որ այդ ոլորտում իրազեկվածության մակարդակը համեմատաբար աստիճանը ցածր է։ Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի նախագահը թեև նշում է, որ այս կլոր սեղանները կազմակերպվում են հատկապես ԶԼՄ-ների համար, բարձրացնելու հանրության իրազեկության աստիճանը, այդուհանդերձ մեկ տասնյակի հասնող վանաձորյան ԶԼՄ-ներից կլոր սեղանին ներկա էր, չգիտես ինչու, միայն մեր ստեղծագործական խումբը։ Մեր դիտարկմանը, թե ինչու նման հանդիպումներին ներգրավված չեն հենց իրենք փախստականները, չէ՞ որ ինչքան էլ ասենք հասկանում ենք նրանց խնդիրները, միևնույն է սեփական մաշկի վրա չենք զգում այդ խնդիրների ծանրությունը, պարոն Մանուկյանը պատասխանեց։ Մյուս մարզերում փախստականներ կային եւ շատ այսպես ակտիվորեն իրենք բարձրացնում էին իրենց խնդիրները։ Օրինակ Տավուշի մարզում փախստականները հարց բարձրացրեցին, որպեսզի իրենք կազմեն փախստականների իրավունքների պաշտպանության առանձին մի հասարակական կազմակերպություն իրենց իրավունքների պաշտպանության համար, որը շատ այսպես ուրախալի բան է, ես կարծում եմ դա շատ լավ ճանապարհ է։ Պարոն Մանուկյանը ուրախալի է համարում փախստականների միություն ստեղծելու գաղափարը, մոռանալով, որ խնդիրը փախստականներին տվյալ բնակավայրի հասարակությանն ամբողջովին ինտեգրելն է եւ ոչ հակառակը, նրանց առանձնացնելն ու փախստականի կազմակերպության անդամ դարձնելով, անընդհատ հիշեցնելով նրանց այդ կարգավիճակի մասին։ Փախստականների իրավունքները պետք է պաշտպանվեն սահմանադրորեն, իսկ նրանց խնդիրների լուծմանը հետամուտ պիտի լինենք բոլորս եւ ոչ թե միայն փախստականները միություններ կազմելով։ Ինչևէ, կայացավ այս տարի նախատեսված փախստականների հարցերը հիշատակող 6-րդ կլոր սեղանը, որը գումարած նշանը դրեց ծրագրային հանդիպումներից եւս մեկի, բայց ոչ փախստականի բազմաթիվ խնդիրներից որևէ մեկի դիմաց։ Գայանե Բալայան, Կամո Ծատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։